Սիրելի խեցգետիներ, ձեր 10-րդ տունն է, Սատուրնը արդեն մինչ սեպտեմբերի 1 այնտեղ է գտնվելու եւ այծաճուրների համար 4-րդ տանն է, Նեպտունի հետ է միասին նրանք, դա ծնողական առանցքն է, 10-րդ տունը հիմնականում հոր կերպարն է, 4-րդ տունը մոր կերպարն է, տարբեր աստղաբանական դպրոցներում տարբեր մոտեցումներ կան, ինչևէ շատ կարևոր է լինելու այս ժամանակահատվածը, եթե խեցգետիններն են, ապա նրանց սոցիալական դիրքի փոփոխություն կարող է լինել, այդ փոփոխությունը կարող է մեծ հաջողություններ բերել, եթե դուք իրոք աշխատել եք, եթե այդ Սատուրնը 10-րդ տանը նա սիմվոլիկ իր տանն է գտնվելու, եթե բազմաչարչար տարիների փորձ ունեք, ապա ձեր երազանքը կարող է կատարվել եւ պաշտոնի բարձրացում կարող է լինել։ Նրանք, ովքեր խաբեությամբ են զբաղվեք, հնարավոր է, որ հանրային պարսավանքի ենթարկվեն, ուղղակի Նեպտունը գաղտնիքներ կարող են բացահայտվել, ձեր հայրիկի հետ կապված նաեւ 10-րդ տունը դա ստատուսի փոփոխությունն է, կախված թե դուք ինչ եք արել, ինչ կարմիկ բեռ ունեք դուք հավաքած, այդպես էլ կլինեն փոփոխություններ։ Համենայն դեպս դրական մեկնաբանությունը փոփոխություններ սոցիումում, փոփոխություններ վարկանիշի հետ կապված, սոցիալական դիրքի բարելավում, եթե այս տարիների ընթացքում դուք դրական փորձառություններ եք ձեր աշխատանքում եւ դուք լուրջ եք վերաբերվել ձեր կարիերային, ձեր աշխատանքին, սիրելի այծաճուրն է ձեր 4-րդ տունն է, ձեր տատիկ պապիկը ձեր մորական կողմից, ասում եմ, տարբեր են մոտեցումները, կարող են ձեզ կտակել տուն, բնակարան, հողատարածք, այն տաք վայրում կարող է լինել, քարքարոտ կարող է լինել ջրի մոտ, այդ բոլոր նախադրյալները կան, ուղղակի ձեր երազանքի բնակարանը կտակը կարող եք ստանալ, որի համար շատ կուրախանաք, լավ պահեք ձեր մայրիկներին, փորձեք փոխհարաբերությունները շտկել նրանց հետ, որովհետև Նեպտունը այստեղ մի փոքր այդպես անիրական ինչ-որ բանից կարող եք նեղանալ մայրցնողի հետ, հետո դրա համար զղջալ, որտեղ Նեպտունը, Սատուրնը այստեղ են։ Ուշադիր եղեք, չվնասեք ձեր գլուխը, ուշադիր եղեք փոխհարաբերություններ չբարդացնեք ձեր տարանդամների հետ, բայց դրական միտումը, որ դուք կարող եք ուղղակի ժառանգություն ստանալ մորական կողմից, տատիկ պապիկների կողմից, տան մեծերի։ Անցնենք առաջ, սիրելի առյուծներ, ձեր 9-րդ տունը, ջերոսների 3-րդ տունը, սիրելի առյուծներ, ճանապարհորդում եք, սիրահարվում եք, նոր տպավորություններ արտերկրում, այնտեղ ծովային հանգիստն է, որտեղ նաև քարեր, ժայռեր կան, տաք վայրերն են, բարձրագույն կրթություն արտերկրի հետ կապված այդ բոլոր հարցերը հնարավոր է դրական լուծում ստանալ։